Ողջույն, ռուս-թաթարական հարաբերությունները վերջի օրերին փոքր-ինչ լարվել են։ Գիտեք, լսել եք երբ ինչն է պատճառը, որ Ռուսաստանում, չգիտեմ, որ քաղաքում այդ ադրբեջանցու ոստիկանները մշակել են, սպանել են, հիմա ամբողջ Ադրբեջանը, ամբողջ թաթարներով իրաց ուրեմն նախագահի հետ միասին կարելի ասել կռիվացք Ռուսաստանի դեմ, իր ժանիկներն է ցույց տալիս, իր ոնց ասում, մկանային համակարգն է ցույց տալիս, իրավունք ունի, կարա ցույց տա, Իրանից բան ներկայացնող ղեկավարը, պատերազմ հաղթած ղեկավարը, հողերը իր երկրի հողերը հետ բերած ղեկավարը, Նիկոլին ու հայ ժողովրդին ստորացած ղեկավարը, իշխանամետ, պետականամետ ղեկավար է իր երկրի մասին մտածով են, որ դրել են գլխների դուխովման են գալ, այդ դուխով նախագահը Հեյդարիշն է։ Ի տարբերություն որոշ տկարամիտների եւ ազգակործան պատուհասների ինքը չի մտել իր ֆաշիզադեի անկողինը, իրանք իր հոգեվորականների անկողինը չի մտել, չի հարցնում թե տարեկան քանի հատ երեխայի են բռնաբարում, որ իսկապես բռնաբարում են, բայց ոչ մեկը դրա մասին չի խոսում։ Ինքն գելա պետություն է կառուցում, զուգարանի ցնցուղու կախից չի ստուգում, ճորո բաներ չի խոսում, ոբշեմ, մարդ է։ Ու Պուտինի նման ղեկավարին Ռուսաստանի ցույց է տալի, որ չհասկացես, ինչ է։ Դիկտատորը խփեցիք, ոչ մի հետաքննություն չարեցիք, չպատժեցիք, ստիպեցին, որ մեղավորներին պատժեք, ոչինչ չարեցիք։ Հիմա երկու ադրբեջանցու ծեծել եք, մայիսի 9-ին չգնաց, Ուկրաինային 50 միլիոն դոլարի օգնություն է ցույցել պատերազմի ընթացքում, թուրքական խորամանկ քաղաքականություն է վարում, միանգամից 2 աթոռի նստելով, երբեմն նաև 3 աթոռի, երբեմն նաև ցույց է տալիս, որ 5 րոպե հետո կարա Ռուսի հետ պաշտպարոշտի անեն, ընդհանուր շահերը իրար գտնեն համակցի Թուրքիայի հետ, ինչևից է։ Իրանից բան ներկայացնող ղեկավարը դրա համար էլ այդպես է խոսում Ռուսի հետ։ Բայց ասածս ուրիշ բան, պետք է ուղղակի կոչ եմ անում հայությանը, թե դիվանագիտություն չունենք, ղեկավարություն չունենք, որ խոսքս նրանց ուղղեմ։ Հայությունը պետք է պատրաստ լինի, որ հիմա կսկսեն խաղարկել հայկական խաղաքարտը, ռուսներ առաջերտին, կսկսեն հիմա խոսել Արցախից, Ղարաբաղից, հայ բնակության վերադարձի մասին, ասենք հնարավոր է ռուսական ուրեմն դումայում խոսեն ցեղասպանությունից նորից Արցախից, ամեն անգամ, այսինքն հզոր երկրները, հզոր կայսրությունները, երբ որ մեկ այդ կոնֆլիկտ են ունենում, օգտագործում են հայկական խաղաքարտը։ Ադրբեջանցիք շատ հնարավոր է, որ սա օգտագործեն հայերի դեմ, ասեն, որ սա հայերն են կազմակերպել եւ այլ։ Բայց որ սրանն էլ է պետք պատրաստ լինել, եւ ռուսը կարող է սա օգտագործի նորից որպես խաղաքարտ հայերի դեմ, ադրբեջանցիքի դեմ, հայերին օգտագործելով նորից ասեցի Արցախի մասին, վերադարձի մասին, հայ ժողովրդի իրավունքների մասին, սա ձևական բնույթ է լինելու։ Ուզում եմ, շատ եմ ուզում, որ ունենանք ցավոք չունենք, ունենանք մի այնպիսի դիվանագիտություն, ունենանք այնպիսի ներկայացուցիչներ, ասենք ինչպես բլոգեր Հաջի Մարությունովը լինի կամ Ալեքսանդր Լապշինը, որ հիմա եթե թաթարը բերանը բացի մի բան խոսի կամ ռուսական դումայում մի բան խոսեն, էլի օգտագործելով հայերին որպես խաղաքարտ, մենք անմիջապես կարողանանք արձագանքել։ Ոչ թե սպասենք իրանցից հետո, այլ սենց իրանցից էլ 5 րոպե առաջ։ Այս է այն միակ ցանկությունը այսօրվա օրվա թեմայի հետ, շատ կուզեմ, որ այդպես լինի, բայց կարծում եմ վախենում եմ չստացվի։ Ամենայն բարիքներ, խելք հայ ժողովրդին։